կորցնելով Արցախը մենք կորցրեցինք մեր ազգային տարածքի զգալի մասը, մեր պաշտպանական համակարգի զգալի մասը, մեր պատվի եւ արժանապատվության զգալի մասը, մեր հպարտության զգալի մասը։ Ամեն Արցախ գալուց ես մեծագույն բավականություն եմ ստանում։ Պարտք ունեմ առաջին հերթին հենց Արցախի առաջ Արցախը վերադարձնել։ Արցախի իմ տեսանկյունից շատ ավելի օրինապահ էր, քան օրինակ Հայաստանի Հանրապետությունը։ Բռնագաղթված մեր հայրենակիցներին աջակցելու հնարավորությունը շատ ավելին է, քան ստարվում է։ Արցախը հանձնելով մենք ուժեղ չենք դարձել, ընդհակառակը ավելի թույլ ենք դառել։ Պարոն Չալաբյան, դուք որպես ակտիվ հասարակական քաղաքական գործիչ հաճախ եք անդրադառնում Արցախին։ Արցախը միշտ եղել է ձեր ուշադրության կենտրոնում, միշտ զգացվել է, թե ինչպիսի առանձնահատուկ վերաբերմունք ունեք Արցախի նկատմամբ։ Շատերի կողմից Արցախն այլևս փակված էջ է, ոմանց համար ողբերգություն։ Ինչ է Արցախը ձեզ համար եւ ըստ ձեզ արդյոք փակված է Արցախի հարցը։ Համար բնավ Արցախի հարցը փակված չի, որովհետեւ մենք Արցախի հարցը փակենք, ինչպես Մոնթեն ասել, մենք դրանով կփակենք նաեւ Հայաստանի պատմության վերջի էջը։ Հիմական որոշակի մարդիկ, որոնք մտածում են, որ ընդհակառակը Արցախի հարցը փակելով մենք Հայաստանին ինչ-որ հավելյալ ոնց որ բան ենք տալիս, կենսունակություն ենք տալիս, ուղիղ հակառակն է մեր կարծիքով։ Որովհետեւ մեր թշնամիները երբևիցե Արցախով չեն բավարարվելու, իրանց նպատակը Հայաստանը որպես հայկական պետություն վերացնելն է, իրանք այդ նպատակին գնում են հետևողականորեն, քայլ առ քայլ եւ կորցնելով Արցախը մենք կորցրեցինք մեր ազգային տարածքի զգալի մասը, մեր պաշտպանական համակարգի զգալի մասը, մեր պատվի եւ արժանապատվության զգալի մասը, մեր հպարտության զգալի մասը, շատ բաներ, որոնք մեզ միասին վերցած ազգ են պահում եւ մենք չպետք է այդ կորուստի հետ համակերպվենք։ Ընդհակառակը այդ կորուստը վերականգնելը, Արցախը վերադարձնելը պետք է դառնա մեր ազգային կյանքի կարևորագույն միավորող գործոն, մենք տենց ենք կարծում, ավելին ձեզ ասում շատերն են տենց կարծում։ Ուղղակի կա այս պահին Արցախի կորուստի տրավման եւ նաեւ վտանգի զգացողությունը, որ ընդհանուր առմամբ վտանգը նաեւ Հայաստանի վրա է կախված։ Հիմա շատերը մինչեւ վերջ պատրաստ չեն այս պահին ենթադրենք ամբողջ ուժով լծվել Արցախի վերադարձի հարցին։ Բայց ես համոզված եմ, որ այդ հարցը վերադառնալու է մեր օրակարգ, աստիճանաբար մարդիկ ուժ, կարողություն զգալով, վերականգնելով կորուստները եւ անձնական, եւ հոգեբանական, եւ ինստիտուցիոնալ կորուստները, որոնք տեղի են ունեցել, մենք աստիճանաբար վերադառնալու ենք խնդրին, որ Արցախը պետք է վերադարձվի։ Անկեղծ ասած, նույնիսկ արդեն չեմ հիշում, առաջ անգամ ես երբեմն Արցախ այցելել։ Հիշում եմ, որ սկզբից գնում էինք Բերձորի ճանապարհով, այդ ճանապարհին զահավոր դուրս չէր գալի, որովհետև շատ մռայլ լեռներով էր գնում, ոլորաններով եւ այլն։ Հետո երբ որ բացվեց Քարվաճարի ճանապարհը, որը շատ ավելի գեղեցիկ է ինչ-որ իմաստով, ավելի վեհասկանչ տեղանքով անցնում, ճանապարհին անցնում ես անպայման դադիվանքով, իմ համար եւ ավելի կարճ է ճանապարհը, նաեւ իմ համար Արցախ գնալ գալը դարձավ ինչ-որ իմաստով եւ ավելի հեշտ եւ ավելի գրավիչ եւ ամեն Արցախ գալուց ես մեծագույն բավականություն եմ ստանում, մեծագույն բավականություն, որովհետև քո աչքով տեսնում էիր ազատագրված հողը, տեսնում էիր ինչպես այն վերականգնվում շենանում, ինչպես են բարերարները վերականգնում մեր վանքերը, գյուղերում դպրոցներ կառուցում, ոմանք նույնիսկ հյուրանոցներ, ենթադրենք գործարաններ եւ այլն, եւ աստիճանաբար հողը շունչ է ստանում, մարդիկ լացուցիչ վստահություն էին ստանում, ստեղծում էին, արարում էին, շենացնում էին այդ հողը եւ այլն։ Եվ մեծագույն հպարտություն էր, որ դարերի անընդհատ շարունակվող կորուստներից հետո մենք վերջապես մեր մեջ հայրս ուժ էին գտել այդ կորուստների անիվը, ոնց որ թափանիվը շրջելու, ընդհակառակը նոր ձեռքբերում ունենալու, ստեղծելու, առաջ գնալու եւ այլն։ Այդ իմաստով Արցախի կորուստը ոնց որ այդ մեր ազգային իդեալի փլուզումն էր, փշրումն էր, էլի այդ բանը, որ մենք կառուցել էինք, ինքը փշրվեց, ոնց որ Աստված մեզ մի անգամ նորից ասեց, որ գիտեք ինչ, կարող եք ձեռք բերել, կարող եք ստեղծել, կարող եք պաշտպանել, բայց ներսից պետք է մաքուր լինեք։ Հենց սկսում եք ներսից մեղքի մեջ թաղվել, իսկ ես կարծում եմ մենք ահավոր մեղքի մեջ ենք թաղված։ Հենց սկսում եք մեղքի մեջ թաղվել,
ձեր ունեցած Աստված ձեր ձեռքից տանում է, ինքը ձեզ շնորհում է որպես իսկապես պարգև խիզախության, մաքրության, վեհանձնության դիմաց եւ խլում է, երբ որ դու այդ խիզախությունը, արդարությունը, քաջությունը, վեհանձնությունը կորցնում ես, հենց կորցնում ես, տրվում ես նյութին, տրվում ես որկրամոլությանը, նախանձին, կեղծիքին, ինքը քեզ քո ձեռքից տանում է։ Ես Արցախին այստենց եմ վերաբերվում, որ մենք դա նվաճեցինք, որովհետեւ մեր մեջ այդ մաքրությունը կար, այդ ոգին կար, այդ խիզախությունը եւ կորցրեցինք, որովհետեւ այդ ոգին նահանջացրեց։ Ու ահավոր ցավ է իմ համար։ Եվ նաեւ համարում եմ, որ նորից Արցախը կվերատիրանանք Արցախին, եթե կարողանանք մեր ներսում այդ ոգին վերականգնենք։ Պարզապես դա տեղի չունենա։ Եթե նորից այդ հայի ինչ-որ իմաստով նախնադարյան հայկյան ոգին մեր մեջ վերականգնենք, Արցախն հետ կբերենք մի բան էլ ավել։ Դուք հաճախ եք օգտագործում, պարոն Թրալաբյան, հանձնված Արցախ արտահայտությունը։ Ձեր կարծիքով երբ դա տեղի ունեցավ։ Արցախի հանձնումը դա մի օրվա գործ չէ, նա բավական երկար է տևել, երկար է պատրաստվել։ Ես կարծում եմ, որ Արցախի հանձնումը թերևս սկսեց այն պահին, երբ որ այստեղ տեղի ունեցավ այսպես կոչված գունավոր հեղափոխություն, իշխանության բերվեց այն վարչակարգը, որը ի սկզբանե մտադիր էր հանձնել Արցախը, որովհետև համարում էր, որ Արցախը բեռ է Հայաստանի համար ու կանխել հնարավոր չէր։ Ինձ թվում է այդ բանը արդեն հնարավոր չէր։ Ես ինքս շատ եմ փորձել եւ հասկացա եւ հետադարձ նայելով հասկանում եմ հիմա, որ այդ բանը հնարավոր չէր, որովհետեւ դա արվում էր շատ վարպետորեն, քողարկված, այն որ մենք պետք է հանձնենք Արցախը խոսվեց միայն վերջում արդեն հանձնելուց հետո։ Բայց ես դες նաեւ կարող եմ հիշեցնել, որ 2016 թվականին, երբ որ եղավ ապրիլյան պատերազմը, այդ ժամանակ օրինակ հայ ժողովուրդը ցույց տվեց Արցախը պաշտպանելու իր վճռականությունը։ Մենք հիշում ենք, ինչպես Մարտակերտի դիրքերում կապիտան Ուրֆանյանի դիրքը մեծ մասը զոհվեցին, բայց դիրքից չնահանջեցին, իրենց նռնակների վրա պայթեցրեցին, բայց դիրքի վրա չնահանջեցին։ Իրան պայթեցնողը հիշում եք ինչ էր ասում, որ ասում էր, որ այս հողը հանձնողի մերը, չէ՞։ Այդ ժամանակ այդ ոգին էր։ 16 Մենք էլ վստահ էինք, որ մեր բանակը շատ հզոր է։ Այո, մենք այդ ժամանակ ընդամենը մի քանի 100 հեկտար հող էինք կորցրել այդ մարտական գործունների ընթացքում, այս ամբողջ երկրով մեկ դա հսկայական խնդիր էր դարձել։ Բոլորը մեղադրում էին իշխանություններին հող տալու մեջ եւ այլն։ Դուք հասկանում եք, որ երբ որ հիմա մենք այդ տարածքը ամբողջ կորցրեցինք, մենք 1.1 միլիոն հեկտարից ավել հող ենք կորցրել։ Հսկայական տարածք ենք կորցրել, բայց չգիտես ինչու բոլոր այն մարդիկ, որոնք այն ժամանակ գոռում գոչում էին 700 հեկտարի մասին, հիմա միլիոն հեկտարը իրանց աչքին չի երևում արդեն։ Իսկ վերջին անգամ երբ եք Արցախում եղել։ Շատ հետաքրքիր է, վերջին անգամ ես Արցախում եղել եմ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին։ Կարող եք հիշել մի դրվագ Արցախից, որ հիմա ձեզ ջերմացնում է, գուցե ցավեցնում։ Չէ, կոնկրետ այդ դրվագը ցավեցնում է, որովհետև ես հիշում եմ ինչ տեղի ունեցավ։ Այդ ժամանակ դեռ Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր Արցախում։ Մենք իր մոտ էինք հյուրընկալվել։ Զանգեցին իրան բանից, ռուսական խաղապահ առաքելությունից եւ խնդրեցին, որ իրենք չխոչընդոտեն այդ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանների այցելությանը Կաշենի հայնք։ Եվ ես հիշում եմ, որ Վարդանյանն էլ ասաց, հա դե չենք խոչընդոտի, բան կոնֆլիկտ չենք ստեղծի եւ այլն։ Մենք իրար հրաժեշտ տվեցինք, դուրս եկանք իր գրասենյակից ու մեկնեցինք Երևան, դա դեկտեմբերի 10-ն էր։ Երբ որ մենք ճանապարհին, դե միայն արդեն Շուշիով ճանապարհներ որ գործում էր, ճանապարհին կապը խզված էր, մենք չէինք հասկանում ինչ էր տեղի ունենում, անցանք այդ բոլոր ուղեկալներով, եկանք հասանք Հայաստանի Հանրապետության տարածք, տեղ գյուղ, այնտեղ կապը վերականգնվեց ու արդեն երբ որ կապը կար, պարզվեց, որ այդ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպաններին ժողովուրդը թույլ չի տվել մտնել Կաշենի հանք, դիմացները փակել են ու մենք հասկացանք, որ ամենահավանականությամբ դա կբերի կոնֆլիկտի հերթական էսկալացիան եւ դեկտեմբերի 12-ին, ինչպես հիշում եք, այդ բնապահպան կոչուցիալները եկան փակեցին Շուշիի մոտ ուղեկալի մոտ ճանապարհը եւ դրանից սկսվեց Արցախի շրջափակումը եւ ըստ էության վերջնական հանձնումը։ Եվ դա իմ վերջի այցելությունն էր Արցախ, վերջի անգամ մենք գնացինք Պապիկ Տատիկի արձանի մոտ նկարվեցինք ընկերներով եւ ինչ զգացողություններ կար այդ կորցնելու
վտանգ զգացվում է։ Այդ պահին հələ ակնհայտ չէր, բայց օդի մեջ դեմանալ դեկտեմբեր ամիսն էր, ցուրտ էր, խոնավ էր եւ այլն, այդպես օդի մեջ կար այդ աղետի կանխազգացումը, որ օղակը սեղմվում է։ Իհարկե անկեղծ ես ասեմ, ամենավատ երևի երազում էլ չենք պատկերացնի, որ կտեղի ունենա, ինչ որ տեղի կունենա։ Անընդհատ թվում էր, որ հեսա կբանակցեն, կբացեն, անընդհատ ընդեղից տեղեկություններ որ ասում, որ հեսա ինչ որ մի հատ էս բանն են անում, դրա դիմաց ադրբեջանցիների ճանապարհը բացվում, բայց հետո մենք հասկացանք, որ ախր դա միայն ադրբեջանցիները չէին անում։ Իսկ այստեղ ինչ էր կատարվում, դուք ինչ էիք փորձում անել։ Դե եթե հիշում եք, մենք այդ տարի նախաձեռնեցինք օրենսդրական նախաձեռնություն եւ մեծ ստորագրավակ, որպեսզի արգելափակենք Արցախի ճանաչումը Ադրբեջանի եւ ցանկացած այլ պետության, բայց առաջին հերթին Ադրբեջանի կազմում, եւ այդ պահին մենք արդեն ստորագրավակը ավարտել էինք, 58000 ստորագրությունները հանձնել էինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սպասում ենք, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր եզրակացությունը տա, որը ըստ էության սեպտեմբերի վերջին էլ տրվեց, բայց արդեն վերջին։ Եվ ինչ որ իմաստով ստացվեց, որ շաբաթ-ուրբաթի շուտ եկավ։ Մենք փորձում էինք գործով Արցախախմբին դրանով արգելափակել, որովհետև ենթադրվում էր, որ ստորագրավակը կավարտվի, մենք կմտնենք ազգային ժողով օրենքի նախագծով, օրենսդրական նախաձեռնությամբ եւ նաեւ կարողանանք մարդկանց դուրս բերել փողոց, որպեսզի նրանք համապատասխան ճնշում գործադրեն իշխանության համար։ Բայց տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ եւ մենք ըստ էության կորցրեցինք Արցախը պահելու, այն ժամանակ Արցախը պահելու վերջի շանսը։ Ցավոք, ես մինչև հիմա չեմ կարողանում անկեղծ ասած ինձ ներել, որ այդ ամեն ինչը տենց տեղի ունեցավ, բայց մյուս կողմից հետադարձ երբ որ նայում եմ այդ օրի իրադարձություններին, մտածում եմ, որ ավելին անել գուցե անձնապես երևի չէի կարող։ Ինչ պարտք ունեք Արցախին։ Անսպար, մինչև կյանքիս վերջը։ Պարտք ունեմ առաջին հերթին հենց Արցախի առաջ Արցախը վերադարձնելու։ Բայց որպեսզի մենք Արցախը վերադարձնենք, պետք է հասկանանք, էլի ամեն մեկս առանձին վերցած չեն կարող Արցախը վերադարձնել։ Մենք Արցախը առաջին անգամ կարողացանք ազատագրենք ադրբեջանական, խորհրդային եւ այլն տիրապետությունից ամբողջ ազգով։ Ամբողջ ազգի ծաղիկը կռվեց այնտեղ, շատերը զոհվեցին, իրենց կյանքը դրեցին այդ սրբազան նպատակի վրա եւ դա տեղի ունեցավ։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ ովքեր որ չեն կռվում, այստեղ շարունակում էին, օրինակ Հայաստանում էլ Արցախում մարդիկ բացարձակ շրջափակման պայմաններում էին ապրում ռմբակոծության տակ։ Հայաստանում ռմբակոծություն կար սահմանամերձ շրջաններում, օրինակ Կապանում կամ ենթադրենք Նոյեմբերյանում, Շամշադինում եւ այլն, բայց մնացած ժողովուրդն էլ ապրում էր ծանր պայմաններում, առանց լույս, առանց վարձատրություն, ամբողջ էկոնոմիկան կանգնած էր, որպեսզի մենք կարողանանք Արցախը ազատագրենք։ Իսկական բոլորը համատարած, ովքեր այդ ժամանակ ապրել են Հայաստանում եւ Արցախում, յուրաքանչյուր ինչ-որ բան դրել է այդ զոհասեղանին, որպեսզի մենք Արցախը կարողանանք ազատագրել։ Արցախի հաջորդ ազատագրումը էլի պահանջելու է որոշակի համազգային համախմբում, որոշակի զոհողություն, որպեսզի մենք կարողանանք կորցրածը հետ բերենք։ Այդ կորցածը հենց հեշտ չի բերվում։ Նորից էլի այդ պարգևը Աստված տալիս է խիզախների։ Կորսված տուն, վերապրած արժեք, թե նպատակ, որ գաղափարը պիտի ավելի ամուր դրվի, հետագայում ավելի շոշափելի դարձնելու համար։ Բարդ հարց եք տալիս, որովհետև տարբեր մարդիկ տարբեր կերպ են անցալում։ Ես օրինակ շատ արցախցիների հետ եմ խոսել այս ընթացքում, որոնք ասում են, որ իրենց համար Արցախ վերադառնալը կարևոր է շատ, որովհետև Արցախը իրենց հարազատ տունն է, հարազատ օջախն է եւ նկատի ունեն ոչ միայն որպես բնակարան, որում իրանք ապրում են, այլ այն համայնքը, այն միջավայրը, որում իրանք ապրել են, կայացել են, որում եղել են բազմաթիվ հարաբերություններ, որում եղել է միջավայր, որում եղել են նախնիների գերեզմանները, եկեղեցիները, որում աղոթում ես, դպրոցները, որում երեխաներն են սովորում, փողոցներն ու այգիները, որում դու քայլում ես, գործարանները, խանութները, գրասենյակները, որում աշխատում ես, այն ամեն ինչը, որը միասին դարձնում է կենթանի արարած եւ դառնում է կյանք մարդկային։ Ուստի իրանց համար շատ կարևոր է վերադառնալ այն կյանքին, որ իրանք այնտեղ թողել են, բայց բացարձակ իմաստով 100%-անոց վերադարձ երբեք չի լինի։ Համայնք կարծում եմ, որ միևնույն ժամանակ մենք Արցախին պետք է վերաբերվենք որպես նաեւ ապագայի նպատակ։ Դու չես կարող վերադառնալ անցյալ։ Եվ պատմությունը ինչ որ իմաստով ասած պարորաձև է զարգանում։ Եթե մենք վերադառնանք Արցախ, մենք վերադառնալու ենք ոչ թե այնտեղ ինչ որ թողել ենք, այլ պետք է վերադառնանք, շենացնենք, նորը ստեղծենք։ Իդեպ ասեմ ձեզ, որ ստեղծենք ավելի լավ Արցախ։
ավելի լավ Արցախ, որը ունի ավելի դինամիկ էկոնոմիկա, որում չկային այն ֆեոդալները, որոնք կային նախորդ Արցախում եւ որոնք ինչ-որ իմաստով քամում էին Արցախի արունը եւ դրանով նաեւ շատ բաների վնաս տվեցին իդեպ։ Այն Արցախը, որը շատ ավելի արագ է զարգանում, ավելի կրթված է, միևնույն ժամանակ օրինակ Արցախի տեսանկյունից շատ ավելի օրինապահ էր, քան օրինակ Հայաստանի Հանրապետությունը, շատ ավելի կազմակերպված էր, շատ ավելի զգոն էր, շատ ավելի պատրաստ էր թշնամուն դիմագրավելու, այդ իմաստով զգում էր վտանգը, շատ ավելի այտենց վտանգի զգացողությամբ էր ապրում, քան Հայաստանի Հանրապետությունը, եւ այդ Արցախի այն հատկանիշներն են, այն հատկություններն են եւ Արցախի հասարակության, որը ամեն գնով պետք է պահպանել։ Ամեն գնով պետք է պահպանել եւ այդ իմաստով ապագայի Արցախը ոնց որ պետք է փորձի իր մեջ ներառի եւ այն լավագույնը, ինչ որ եղել է։ Եվ նաեւ ինչ որ չափով ձերբազատվի այն վատից, ինչ որ կար։ Պարոն Չալաբյան, Պլուպուղու մասին խոսեցիք, ինձ հետաքրքրեց, թե երբ եք ընթերցել Պլուպուղին, ինչ գիտեք նրա մասին։ Դե ես որ դպրոցական տարիքում էի, չգիտեմ որտեղից մոտս գիրք հայտնվեց Պլուպուղու հետ կապված այդ բոլոր պատմություններով ու շատ մեծ հետաքրքրությամբ եմ իսկապես ընթերցել, որովհետև այդ պատմությունները շատ մի կողմից եւ ծիծաղելի էին, բայց մյուս կողմից նրանց մեջ ինչ-որ տեն շատ հետաքրքիր, այո, կոլորիտ կար, համոհոտ կար։ Մի հատ պատմություն հիշեմ, չնայած ահագին պատմություններ իրականում Պուղից հիշում եմ, պարբերաբար սեղանների մոտ պատմել եմ, էլի։ Օրինակ մի հատ լավ պատմություն կա, ասում են Պուղին սեղանի վրա թամադայ է, հարցնում ասում է գինին մարդավարի բան անեմ լցնեմ, թե աստվածավարի։ Այդ մարդիկ մտածում են, ասում են աստվածավարին երևի մարդավարից լավ է, էլի, աստվածավարից։ Մոտենում առաջին մարդուն գինին լցնում է իրան էլ է լցնում, կենաց է խմում, ասում է հաջորդին, գինին լցնում է այս հյուրին, հետո լցնում է իրան, կենաց է խմում, ասում է հաջորդին, ինչ-որ տեղից ասում են հոպ, էս ինչ եղավ է, մենք ամեն մեկս մի բաժան խմեցինք, դու արդեն 10 բաժան գինի խմեցիր։ Ասում է, բա աստվածավարին տենց է։ Մեկին շատ է տալի, մնացած բոլորին քիչ։ Պարոն Չալաբյան, դուք հայաքվե ազգային քաղաքացիական միավորման աշխատանքներն եք այսօր համակարգում եւ Արցախը որպես քաղաքական թեմա առաջ մղելու ինչ ճանապարհ ունի հայաքվեն։ Գիտեք, հայաքվեն ստեղծվեց հենց Արցախի պաշտպանության նպատակով առաջին հերթին 2023 թվականին եւ մենք կարծում ենք, որ որպես քաղաքացիական նախաձեռնություն մենք կարող ենք մեր ուժերի ներած չափով իսկապես Արցախի իրավունքները պաշտպանել, նաև Հայաստանի ներսում ընթացքում աստիճանաբար համոզվեցինք, որ դա մի քիչ չափազանցություն էր մեղմ ասած, որպեսզի Արցախը աշխարհաքաղաքական մեծ խաղի կիզակետում գտնվող իրականում տարածք է եւ այն ինչ որ տեղի ունեցավ Արցախի հետ պայմանավորված է նաև այդ հսկայական աշխարհաքաղաքական շահերի բախումով Վաշինգտոնից մինչև Պեկին։ Եվ եթե մենք ուզում ենք Արցախը երբևիցե վերադարձնել, իսկ մենք բնականաբար ցանկանում ենք դա որ տեղի ունենա եւ դա մեր ծրագրի մաս է կազմում, ապա մենք պետք է կարողանանք աշխարհաքաղաքական հետագա զարգացումներից նաև համապատասխանաբար օգտվել։ Եթե դու ուզում ես աշխարհաքաղաքական զարգացումներից օգտվել, դու պետք է խաղացող լինես այդտեղ։ Խաղացող կարող է լինել միայն իշխանությունը։ Չես կարող դու քաղաքացիական նախաձեռնությամբ Արցախը հետ վերադարձնես, դա բացառված է։ Նույնիսկ պարտիզանական պայքար չես կարող այնտեղ ծավալել, որովհետև այսօրվա պայմաններում դա համարյա անհնար է։ Դրա համար մենք ի վերջո եկանք այն եզրակացության, որ մեր համար ճանապարհը Արցախի մեր հետ կապված Արցախի վերահայացման հետ կապված մեր նպատակներին հետամուտ լինելու ի վերջո իշխանության մեջ լինելն է, բայց այդ ճանապարհն էլ նաև անցնում է շատ ավելի հզոր, շատ ավելի կայուն, առողջ հայատև Հայաստանով։ Այսօր բռնի տեղահանված արցախցիները կանգնած են բազմաթիվ սոցիալական ու իրավական խնդիրների առաջ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը անում է հնարավոր այդ բեռը թեթևացնելու համար կամ ունի այդ հնարավորությունը։ Մինչև Արցախի հանձնում այս իշխանությունների կողմից
ամեն տարի Արցախը բավական մեծ պետական վարկ էր ստանում Հայաստանի Հանրապետությունից, այդ միջոցները հիմա էլ գոյություն ունեն, բայց նպատակային չեն օգտագործվում կամ չեն օգտագործվում այն չափով, որ չափով օգտագործվում են այն ժամանակ։ Դա մեկ, այսինքն միջոցները որպես այդպեսին կան չեն վերացել։ Երկրորդը, որի մասին ուզում եմ ասել, հետևյալն է, որ բազմաթիվ երկրներ իրականում ուզում են արցախայությանը աջակցեն, որովհետև ամբողջ աշխարհում դա ինչ-որ իմաստով ընդունված պրակտիկա է, որ եթե կա տեղահանություն, կա աղետ, եւ կան դրանից տուժածներ, ապա բազմաթիվ երկրներ բուն քաղաքական հարցերի մեջ չխառնվելով հումանիտար աջակցություն ցույց են տալի։ Արցախցիներին եւս հումանիտար աջակցություն ցույց է տրվում։ Եվրոպական միության կողմից, Եվրոպական միության տարբեր երկրների կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից շատ ավելին կարող արվի։ Շատ ավելին, եթե իշխանությունը հետևողական դրանով զբաղվեն։ Այո, զուտ նյութական իմաստով Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցներին աջակցելու հնարավորությունը շատ ավելին է, քան թե արվում է։ Իրավական տեսանկյունից ես ավելին ձեզ ասեմ։ Իրավական տեսանկյունից պետությունը անդադ խոչընդոտներ է ստեղծում։ Մենակ ինչ արժե են, որ մարդկանց դրել են հարցի առաջ, որ դուք կամ Փախստականի կարգավիճակ եք վերցնում, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ավտոմատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը մարդկանց կարող եք հաստատել, ավտոմատ։ Ասեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են հայկվեի բազմաթիվ գրասենյակներ, եւ իրանք բոլորը բաց են արցախայության արչեւ, մեր հայրենակիցների արչեւ, իրենք կարող են գալ այնտեղ, իրավական խորհրդատվություն ստանալ, մենք կարող ենք մարդկանց բացատրել, թե որ խնդիրը ինչպես է պետք լուծել, մեր կապերով հնարավորություններով օժանդակել դրան եւ այլն, հիմա արդեն այդ աշխատանքները սկսվել են։ Նույնիսկ Արցախի կորստից հետո մենք դասեր չքաղեցինք։ Այս միտքը շատ հաճախ է հնչում, ընդ որում տարբեր շրջանակներում։ Ինչու դասեր չքաղեցինք ձեզ։ Վատ ենք սովորում, որովհետեւ ովքեր որ պետքա դասեր քաղեն, դրա բավարար կարողությունը չունեն։ Որովհետեւ մարդիկ մեր մոտ շատ հաճախ մտածում են, որ ասենք, եթե մենք Արցախը հանձնեցինք, դրանով կարող ամեն ինչ վերջանա։ Այսինքն դրանից հետո օրինակ խաղաղության դարաշրջան գա, բայց մենք պետք է հասկանանք հստակ։ Արցախի հանձնումը մեր թուլության պատճառով է տեղի ունեցել։ Արցախը հանձնելով մենք ուժեղ չենք դարձել, ընդհակառակը ավելի թույլ ենք դարձել։ Ավելի թույլի հետ կապված էլ ավելի մեծ խնդիրներ են լինելու։ Դու մինչև քո այդ թուլությունը չհաղթարես, մինչև չհաղթարես են բոլոր խնդիրները, որոնք ինչ-որ իմաստով հետապնդում են մեր հասարակությանը, դու չես կարող կանգնացնել կորուստների ընթացքը։ Իսկ մարդիկ միամտաբար մտածում են, որ օրինակ կոնֆլիկտը Արցախի շուրջն էր։ Չէ, կոնֆլիկտը Արցախի շուրջը չէր։ Կոնֆլիկտը հայ լինելու շուրջն էր։ Կոնֆլիկտը հայկական պետություն այս տարածաշրջանում ունենալու շուրջն էր, որտեղ մեր թշնամիները համարում են, որ հայերը ընդհանրապես իրավունք չունեն պետություն ունենալու, որտեղ պատմական թյուրիմացություն է, որ իրանք պետքա վերացնեն։ Եթե դու ուզում ես այս պետությունը պահես այս սահմաններով, թե ավելի ընդարձակ սահմաններով, Արցախը մեջը, թե մի բան էլ ավել մեջը, դու պետքա ուժեղ լինես, ներսից ուժեղ առաջերտին։ Եվ եթե դու այդ քո հիվանդությունները ներսից քեզ հետապնդող չես բուժում, երբևիցե չես կարող Արցախով կանգնել։ Երբևիցե։ Դրանով չի կանգնելու, շարունակվելու է։ Հենց այդ պատճառով մենք դասեր չենք քաղում, որովհետև չենք տեսնում որն է հիվանդության ակունքը, որն է թուլության ակունքը։ Դու քաղցկեղով հիվանդ ես, մտածում ես, որ եթե մի ձեռքդ կտրես, քաղցկեղը կվերանա։ Չէ, չի վերանա, ուղղակի կլինես մի ձեռանի քաղցկեղով հիվանդ։ Ինչից պիտի սկսել ու ով։ Տեսեք, տարբեր տեղերից է պետք սկսել, մենք սկսել ենք, մենք փորձում ենք օրինակ հայկվեն այդ իմաստով ինքը մի քիչ մեր իրականության մեջ անսովոր կառույց է, ինքը ոչ միայն քաղաքական խնդիրներ ունի, ինքը նաև ունի խնդիր նոր մտածողություն ձևավորելու, մարդկանց այդ մտածողությունը հասցնելու, մարդկանց այդ ինչ-որ իմաստով նաև անկեղծ լինելու, այդ անկեղծությունը չի գնահատվում։ Եթե դու ուզում ես մարդկանցից ուղղակի իրենց ձայները ստանաս ընտրության համար, դու շատ հաճախ իրենց պետք է ասեն, ինչ որ իրանք ուզում են քեզանից լսեն։ Երբ որ ասում ես ոչ այդքան հաճելի բաներ, երբ որ մարդկանց ասում ես որն է ճշմարտություն, իրանք հաճախ կարող են քեզանից երես թեքել նաև։ Եվ այդտեղ է որ պետք է կարողանաս ճիշտ բալանս պահես, հա, մարդկանց մեղմ ասած համ եղես, համ դաղես ինչ որտեղ։ Համ ճշմարտությունը ասես, բայց նես չասես, որ ճշմարտությունը իրենց համար մահացու լինի։ Եվ դա մենք փորձում ենք անել, դա այդքան հեշտ չի, բայց նաև մտավորականության մնացած շրջանակները, այն մարդիկ, որոնք ազդեցություն ունեն հասարակության վրա, մտավորականներ են, բիզնեսմեններ են, հոգևորականներ են, գիտնականներ են, ձեռներեցներ են եւ այլն։ Իրանք պետք է փորձեն ամեն մեկը իր տեղում առաջինը անկես լինի ինքը իր հետ, հետո անկես լինի մնացածների հետ։ Այս հիվանդությունը, որ մենք ունենք, սա ի վերջո ստի արդյունք է։ Ինքն էս մեզ խաբելու արդյունք է։
Եթե չդադարենք ինքներս մեզ խաբել, անընդհատ հիվանդ կլինենք, ընդհակառակը այդ հիվանդությունը կբերվի մահվան։ Ոչ մի ազգ, ինչած ես ասեմ, երաշխավորված չի, որ ինքը հավերժ ալնելու։ Ինչքան ազգերն այս ընթացքում վերացել, լուծվել ուրիշ ազգերի մեջ եւ այլն։ Եթե շարունակենք այս ձևերով մտածել, այս ձևերով գործել, ինքներս մեզ թուլացնել, ինքներս մեզ ներսից այսքան ինքնաոչնչացնել, ոչ մի երաշխիք չկա, որ ասենք մի քանի տասնամյակի ընթացքում մեր թշնամիները մեր պետությունը չեն կազմաքանդել։ Միակ երաշխիքը ներսից առողջ, ներսից ուժեղ լինելն է եւ դրա վրա է պետք շարունակաբար աշխատել ամեն օր։ Ու նորից կրկնեմ, միայն այդ դեպքում է, որ մենք Արցախը կարողանանք վերադարձնել։